Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, դեկտեմբերի 30, որևէ բանի վախճանն ավելի լավ է, քան սկիզբը, Ժողովող 7:8։ Ուշադրություն դարձրում մեր Տեր ու Ուսուցիչ Հիսուս Քրիստոսին, մասնավորապես նրա սկզբին։ Մարդկանցից նա անարգվեց ու մերժվեց, վշտի մարդ և ցավի տեղյակ։ Իսկ ահա նրա վերջը, նա նստած է հոր աջ կողմում և սպասում է, թե երբ է հայրն իր թշնամիներին իր ոտքերին պատվանդան դարձնելու։ Անհրաժեշտ է, որ մենք այս աշխարհում ապրենք Հիսուսի նման։ Կրիր քո խաչը, հակառակ դեպքում երբեք պսակ չես կրի։ Հաղթահարիր ու անցիր ճահիճը, հակառակ դեպքում չես քայլի ոսկե փողոցով։ Սրտապնդվիր քրիստոնյա, որևէ բանի վախճանն ավելի լավ է, քան սկիզբը։ Նայիր սողացող թրթուրին, ինչ արհամարհելի տեսք ունի, բայց դա դեռ սկիզբն է։ Իսկ այժմ պատկերացրու նրան որպես թիթեռ գեղեցիկ թևերով արևի շողքերի ներքո, մարգագետնի ծաղիկների մեջ թռվռալիս, կենսական ուժերով ու երջանկությամբ լեցուն։ Այն թրթուրը դու ես, և դու այդպիսինն էլ կմնաս, մինչև քեզ չփաթաթեն ճերմակ սավանով։ Երբ Քրիստոսը, որ մեր կյանքն է, հայտնվի, դու կնմանվես նրան, որովհետև կտեսնես նրան, ինչպես որ նա կա։ Ուրախացիր, որ դու ավելի նման ես թրթուրի, քան մարդու, որպեսզի զգալիորեն ավելի ուրախանաս հետո, երբ արթնանաս Քրիստոսի նմանությամբ։ Կոպտավուն տեսքով ադամանդը մշակվում է բոլոր կողմերից և կորցնում է այն, ինչ համարվում էր իր արժեքավոր մասնիկը։ Սակայն միապետի թագադրման ժամանակ և շեփորի հանդիսավոր հնչյունների ներքո, երբ թագավորի գլխին դրվում է թագը, պատրաստված է այն նույն ադամանդից, որ վերջերս էր հղկել վարպետը, տարածվում է մի փայլուն շող։ Դու իրավունք ունես քեզ համեմատելու այդպիսի ադամանդի հետ, քանի որ դու Աստծո զավակներից մեկն ես, որտև հիմա քո հղկման ժամանակն է։ Թող հավատն ու համբերությունը գործեն իրենց կատարյալ գործը, իսկ այն օրը, երբ թագը դրվի հավիտենական և անմահ թագավորի գլխին, փառքի շողերից մեկը կտարածվի քեզանից։ Նրանք իմն են լինելու, ասում է Զորաց Տերը։ Այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը, որևէ բանի վախճանն ավելի լավ է, քան սկիզբը։